Բարևձեզ թանկագին հարազատներ կողջուն ենք բոլորդ հորիզոն հայկական հերոստակայանի բաստարին եւ ահավասիկ կրգին անգամ կհանդիպենք իրարու։ Ուրախ ենք որ կհանդիպենք իրարու, որովհետեւ սա առաջին հերթին կնշանակի որ Փարքաստոցո ողջ ենք, առողջ ենք եւ կշարունակենք մեր անձնական եւ ազգային բարդականությունները։ Իսկ դուք արդեն այս րոպեին կգտնվիք ձեր օջախները ներս եւ հավանաբար աշխատանքային օրվան ավարտին արդեն իրավացի գերբով եւ արդար գերբով կհանգստանաք եւ կհետևիք շնորհակալ եմ հայկական այս բարակային հորիզոն հայկական հերոստակայանին շնորհակալ եմ որ կընդունիք մեզ ձեր դուներեն ներս եւ ինչպես որ սկսենք մեր երթը այս շաբթվան համար սա մեր հերթական հանդիպումն է հորիզոնի եթերը կողջունե ձեզ բոլորդ եւ կսկսենք եւ կխոսենք Եթե կարելի եսել այսպես գազագերբության մասին եւ գազագերբության գազագերբած ծրագրի մասին, որ արդեն 20 տարեկան է։ Ծրագիրը, որ 20 տարիներու ընթացքին ես վստահ եմ եւ քիչ յետք եւ վկայությունները եւ փաստերը գտնվին ձեր ուշադրության, ծրագիրը, որ սկսած է շատոնց նույնիսկ իր բդորները դալու։ Ինչի մասին է խոսքը։ Եթե երբեք պիտի խոսենք Առաջին այս մեր ողջույնեն հետո եկող գովաստային ընդմիջումեն հետո ավելի ուշ կծանոթանանք մեր այսօրվան զրույցակցին եւ իհարկե կանցնենք ամիջապես զրույցին դարձյալ բարի երեկո Համազգային հայ մշակութային եւ կրթական միություն։ Միությունը, որ արդեն 1928-ին ի վեր կգործե հայ կյանքի մեջ, հայ իրականության մեջ, եւ ունի իր ներդրումը, եւ ունի իր աստեցությունը, եւ ունի իր նպաստը, ընդհանրապես կոնե մինչեւ ժամանակը առաջ սփյուռքի կյանքի մեջ, իսկ այսօր նաեւ Հայաստանի կյանքի մեջ, բնականաբար նաեւ ունի իր ներդրումը BDSA այժմ երիտասարդության մոդ հայեցի տաստիարակության եւ այդ հայեցի տաստիարակության նկատմամբ կամ վերաբերյալ հետաքրքրություն ստեղծելու ձիրեններս։ Բայց այսօր մենք չենք խոսիր մանրամասնորեն համազգայինի մասին։ Գիտեք բոլորդ, սակայն կխոսենք համազգայինի գոմե գազմագերբված եւ արդեն իր 20 տարիները բոլորած համազգայինի ֆորում ծրագրի մասին։ Ֆորումի մասին այսօր մեզ հետ կզրուցե Զեփիր Հովհաննեսյանը, որ երկար տարիներ իր ղարքին իր անձնական նաև իհարկե համազգայինի մեջ են իր անձնական ներդրում ունեցած է այս ծրագրի հաջողության մեջ։ Եվ բնականաբար Զեփիրին իրավունքը մենք կսեվենք, որ 20 տարիներ յետք 20 տարիներու ջիկը վերայցելենք միասին, քնահատե եւ տեսնենք թե ինչեր էին, եթե կարելի է գտնել եւ վստահաբար կարելի է գտնել Բաց թողումները, բայց մանավանդ նաև ինչեր էին հաջողության աստակները եւ հաջողության երևույթները։ Միասնապար ողջունենք Զեփյուրը, որը բացարձակապես չի գործընծներ իր երանքը եւ միշտ նվիրված է եւ կարծեմ Զեփյուրը արդեն քանի մորեր յետք անգամ եւս անգամ եւս Գողվի Հայաստան Զեփյուր բարի երեկո Բարև մանու ինչպես Եվ ինձի համար շնորհակալ եմ ինձի համար հետաքրքրական է խոսիլ համազգայինի մասին, բայց այսօր ավելի հետաքրքրական է խոսիլ ֆորումի մասին։ Ճիշտ է, մենք այլ առիթներով անդրադարձած ենք այստեղ այդ ծրագրին մասին, բայց ավելի շատ ծրագրին մասնագետներն են եկած եւ իրենց կարծիքները, իրենց ապրումները, իրենց վկայություններն են տված։ Բնականաբար այդ մեկը իր ղարքին վարակած է ուրիշները, բայց 20 տարի հետո Զեփյուրը, որ գրեթե այս ծրագրի առաջին օրվան է ի վեր ներգրավված էր, ինչպես կտեսնե ծրագիրը այսօր, ինչպես կտեսնե այս փորձառությունը այսօր, սկսենք այնտեղեն։ Իրականության մեջ պետք է ասել, որ առաջին օրեն չէ որ ես մասնակցած եմ, վերջին 11 տարիներուն իբրև պատասխանատու իրենց հետ եղած եմ, եւ ես կգործեմ 20 տարիներ յետք Արդար օրեն գրնամսել, որ այդ առաքելությունը, որ իրենք ստեղծած են, մեծապես հաջողած են։
որովհետև իրենց առաքելության մեջ նպատակները, որ ինչ որ գեհդապընթեին, իսկապես հաջողած է։ Սկսելու համար, եթե գուզեք կրնամ ասել, որ 1995-ին սկսած է բզիկ փոքր պատմականը երիտասարդական այս հավաքը եւ եղած է Լիբանանի մեջ առաջին 7 տարիներուն եւ հոստեղ պետք է արդար գերբով դամ այդ մի քանի ռահվիրաններուն կամ մդահղացում ունեցող անձերուն առաջինը Սելա Տնջուկյանը Անգլիայեն, երկրորդը Շուշիկ Ասլանյանը Ամերիկա Օրենջ Քաունթի, իսկ երրորդը Հուրիկ Բաղդասարյանը։ Ասոնք եղած են առաջին ռահվիրանները կամ մդահղացում ունեցողները, որոնք ուզած են երիտասարդական հավաք մգազմագերբել։ Եվ այդ օրերուն լավագույն կամ հարմարակույն վայրը Լիբանանն էր։ Եվ Լիբանանն էր, որովհետև հոնդեր գտնվեր մեր հայկական քաղաքներուն ասենք Գորիզը։ Ուրեմն իրենց նպատակը եղած է, որ աշխարհի 4 կողմերեն երիտասարդներ հավաքվին եւ իրարուքով քալով նախ ծանոթանան հայկական քաղաքներուն Լիբանանի ընդմեջեն ծանոթանան հայկական մշակութային արժեքներուն շփումի մեջ մտնեն իրարու հետ եւ այդ շփումը հոն չմնա այդ երկու շաբթվա ընթացքը չմնա եւ շարունակվի այս երեք առաջին անցերեն յետքը ամիջապես միացած է իրենց Հրաչ Սիմոնյանը եւ ապա դոկտոր Հրանտ Մարկարյանը այս կան սկսելու համար ասեմ 95-ին ուրեմն սկսած է մինչև 7 տարի 2002 եւ այ Լիբանանի մեջ քաղաքացիական այդ անկայուն վիճակը եւ նաեւ ինչու՞ չէ Հայաստանը ավելի մատչելի ասեմ կամ ավելի ճիշտ վայրը նկատելով 2002-ին սկսած են 8-րդ տարին Հայաստանի մեջ 10-րդ տարին շատ հետաքրքրական էր, որովհետև եղավ 1 շաբաթ Լիբանանի մեջ եւ 2 շաբաթ Հայաստանի մեջ եւ մեծ թիվով մասնագետներ եւ այսօր արդեն 2014 կդոնենք 20-ամյակ։ Հիմա մեջ են հետաքրքրական բաժին մգար։ Մենք քիչ այդ վկայություններ գլսենք զանազանարիտներ ուղագի մասնագետներու վկայություններ լսած ենք այստեղ այս տաղավարի մեջ, բայց հիշեցիք, որ ծանոթանալ հայկական քաղաքներուն, իհարկե ծանոթանալ հայկական քաղաքներուն նաև իրարու մեջ են, որովհետև ենթադրենք մի քանին պիտի կար Ամերիկայեն, մի քանին պիտի կային Ֆրանսիայեն, մի քանին պիտի լայն ուղղակի Արժանտին, Բրազիլ, Կիպրոս եւ փաստորեն Սուրիա եւ Լիբանան իրարու լավ ծանոթ քաղաքներ են, բայց Արժանտին եւ Լիբանան թերևս ոչ այնքան, կամ Բրազիլ եւ Լիբանան ոչ այնքան, կամ Արժանտին եւ Սուրիա, կամ Ֆրանսիա եւ Ավստրալիա։ Հիմա այդտեղ կար ինչ որ արտահայտություն, ագանչես չվրիվեցավ։ Այդ մշակույթին ծանոթանալ, այդ քաղաքներուն ծանոթանալը, իրարու ծանոթանալը, բայց այդտեղ կար արտահայտումը, որ գսեր որ այդ ծանոթացումը, այդ գաբը, այդ հաղորդումը եւ հաղորդակցությունը պիտի չդեվեր միայն այդ երկու շաբաթ, այդ պիտի երթար այդ երկու շաբաթեն անտին։ Այդ անտինը գուզեմ, որ քիչ ավելի մանրամասն ստեփյուր անձնական մագարտակներու վրա եւ ազգային մշակույթին վերստին ծանոթանալու կամ թերևս դեգուզ առաջին անգամ ծանոթանալու աստեցության մագարտակով իրականության մեջ ինչպես որ քիչ առաջ ասի առաքելության մեջ հաջողած է ճիշտ հոս է այս դղակը նախ ասեմ որ երբ գուկային մեծ մասը իրենց ծնողներու ըստիբողոչան դակ սկիզբի օրերուն գերտային եւ երբ հոն գերտան գսկսին այդ ծանոթացումը մեկը մյուսին մշակույթին ծանոթացումը լեզվի դարբերությունը ոմանք եղած են որ օրինակի համար հայերեն չեն խոսիր չեն գիտեր այդ 3 շաբթ կամ 2 շաբթվա ընթացքին գսկսին հայերեն խոսիլ եւ իրարու մշակույթը գծանոթանան առաջին սկզբնական օրերուն Facebook չգար, Twitter չգար, այդ բաներ չգային, email-ը գար, կամ նամակակցությունը։ Այդ ծևով իրարու գշարունակեին գաբերնին։ Իսկ վերջին գրնամ ասել
8-9-10 տարիներում որ Facebook-ը գա, ամեն բան իրարու հետ են։ Եթե երթակ դուք համասկային forum.com Facebook-ի մեջը պիտի տեսնեք։ Ամեն բան I missed you, գարոցա, այս արդահայտությունները։ Պետք է ասել, որ այս երիտասարդությունը մի անգապը այդ ծևով չէ որ բահբանեցին։ Ոմանք նույնիսկ հաջորդող դարիներուն ալ եկան։ Իրարու հետ խոսեցան հաջորդ դարիներուն ալ եկան։ Մենք ունեցած ենք անցումը, որ ամերիկյան համալսարանը երբ որ ծանոթացավ, հաջորդ տարին Երևանի ամերիկյան համալսարանի մեջ ուզեց աշակերտ դառնալ, վերադարձավ։ Իրարու հետ գաբերը բահած են եւ հոս կրնալալ կարելի է հիշել, որ նույնիսկ 10 զույգեր իրարու հետ ամուսնացած են։ Մեկը Ֆրանսիայեն, մյուսը Ամերիկայեն, մեկը Անգլիայեն, մյուսը Արժանտինեն։ Եվ մենք ունենք մոտավորապես 10-12 թորնիկ ֆորումի կամ հավաքականի այս երիտասարդականի հավաքին թորնիկները։ Ես կսեի, որ որքան որ ոչ ոքսի սխալ չհասկանամ, ոչ թե գտերակնահատեմ այս ծրագրի արդյունքը մշակութային եւ ազգային ինքնության պահպանման առումով բացարձակապես ոչ, շատ բարձր կգնահատվի այդ բոլորը իհարկե։ Այնուամենայնիվ ես նույնքան հավասար կտեսնեմ այդ 10 զույգերուն մասին, որ կակնարկեք, հատկապես երբ որ գլսենք, որ մեկը անգլիային էր եւ մեկը արժանտինեն էր։ Հիմա ես նույնիսկ Ամերիկայի վրա մեծ վստահություններ չունիմ, որովհետեւ ճիշտ է այստեղ համեմատաբար շատ ավելի մեծ քաոտ է, այսինքն որպես այդպեսին, այնուամենայնիվ շատ ավելի մեծ հավանականություն ուներ Անգլիա փնակ հայը եւ դերևս Արժանտինա փնակ կամ Արժանտինա հայը, որ օտարամուսնություններ գնքեին։ Մենք այսպիսով գրնամ ասել, որ ունենք 10 ընտանիքներ, որոնց եթե մեկը թեպի արջև նայենք 20 տարի հետ նայենք 10 ընտանիքներ, որոնք 15-20 տարվա ընթացքում պիտի վերածվեն հավանաբար 40-ին 50 հայերու, որոնք գրնային բացարձակապես գոյություն չունեն։ Ես մեծապես նաև կքննադեմ այդ երևույթը եւ երբ որ Զեփյուր կբացատրեր, ես կմտածեի լավ ուրեն, այսինքն բադահեցա որ իրար սիրեցին, բադահեցա որ ընտանիք կազմեցին, ամուսնացան։ Փաստորեն 10 զույգ, 12 թորնիկ։ Հոյագապ եւ հավանաբար ճիշտ ժամանակն է դիտելու գարջ դեսաժավավենը եւ անգետ կշարունակենք մեր զրույցը։ Դիտեցեք, մնացեք մեզի հետ։ Սիրելի ֆորումականներ, իմ անունս Հրանտ Մարգարյանն է։ Ես ֆորումի առաջին դարն է, որպես դաստիարակ, որպես ուսուցիչ, որպես մասնագետ եղած եմ, ցեզ մեր ոմանց հետ գարձեմ, ասեմ անմիջապես, որ իմ դասախոսություններս ցեզի սորվեցնել է ավելին ես ցեզ մեզ սորվեցա։ Ցեզ մեզ սորվեցա այն սկայնությունը, որ դուք արդապերեցիք, այն գեղեցիկ ազգայնականությունը, որ թե Լիբանանի, թե Հայաստանի մեջ դրսևորեցիք, այսինքն դարձակ այն սքանչելի երիտասարդները, որ մեր ազգը իր աբական, իր ադոր վրա կրնա կառուցել։ Շնորհավորեմ ցեզ բոլորիդ, որ ներկա գտնված եք այնտեղ եւ գհուսամ, որ դուք հետակային բիդիլակային տեսարակները եւ ցեզի հաջորդող սերունդերուն պիտի դակ հայրենիքը, պիտի դակ մեր լեզուն եւ ամենեն կարեւորը հայկականություն եւ հայեցի դաստիարակություն եւ ոգի։ Շնորհավոր մեր բոլորին դարեթարցը։ I'd like to congratulate Amos Gain and all those who are involved with, organized, and carried out the forum over all these years. For me, it was particularly meaningful to go back to Beirut, to the Jemaran, where for me it all began, my Armenian life all began, and to see the young people coming back to see the places of their parents' birth or life and school. I sort of regret that we haven't continued in Beirut, even though Armenia, of course, is our homeland and our youth needs to go there. But for me, Beirut was a kind of Armenia when Armenia was not accessible to anyone, and for me it was the center of my Armenian universe. So
Շնորհավորեմ համազգայինին եւ բոլոր իրենք, որոնք գարելի դարձին, մտահղեցին, անուններ չեմ դար, թեև գիտեմ այդ անունները, եկե շնորհավորեմ իրենց եւ ցեզի։ Բարի հաջողություն։ Վերադարձանք եւ շարունակենք մեր զրույցը, մենք այս երեկոյան կխոսենք համազգայինի գազմագերբած տարեկան երիտասարդական ֆորումին մասին, երիտասարդական մշակութային հավաքին մասին, որը արդեն կամփոխացել է իր 20 տարիները։ Եվ նախքան ընդմիջումը մենք տեսանք, հետևեցանք վկայությանը դոկտոր Հրանտ Մարգարյանին եւ դոկտոր Ռիչարդ Հովհաննիսյանին։ Զեպյուր Ռիչարդ Հովհաննիսյանի Տերագադարությունը ինչպես կարելի է բացատրել։ Առաջին 12 տարիներուն ամեն տարի կմասնակցեր եւ երդասարտներուն հայկական հարցի մասին իր տասախոսությունները գուդար դեսայերեսներով եւ շատ երդասարտները քաչալերված նույնիսկ ոմանք անգեյետ կհայթատի մեջ սկսած են աշխատել, որ բացարձակ քաղաքար չունեին, հայթատը ինչ է, պատմությունը ինչ է։ Գիտեք, որ շատ լավ տասախոս է եւ խրախուսող է, եղած են աշակերտներ, որ նույնիսկ անգեյետքը UCLA-ի մեջ ուզած են իր մեթաս առնել։ Ինչու՞ չէ եւ զարմանալի չէ այն իրողությունը, որ շատ մի երիտասարդներ, որքան որ եւ իհարկե մեր հարկանքը իրենց, որքան որ իրենք գիտակցին իրենց հայը լալուն, որքան որ գիտեն ենթադրենք Բրազիլիայի մեջ ապրող հայեր, իրենց հայրերը, մայրերը կամ մեծ հայրերը եկած են երկրեն, եկած են Արևմտահայաստան են։ Այնուամենայնիվ կյանքի պայմաններով բերումով այնքանալ ցանոթ չեն իրենց իսկական ինքնության եւ սա այն քեղեցիկ արիտն է, որ իրենց գվերաթարցն է իրենց իսկ ագուններուն եւ գսեի փնավ զարմանալի չէ այն իրողությունը, որ որոշ երդասարտներ որոշ փորձառության մգարձեք կարիքը գունենան եւ այդ փորձառությունը կլա այն տերևս գայձը կամ խայձը, որը գարտնցնի իրենց մեջ ամեն ինչ որ հազարավոր տարիները եկած է իրենց, բայց մնացած է մրափյուն վիճակի մեջ։ Հիմա այս մեկը ինձ մտածել գուտա հետեւյալ, որովհետեւ քիչ առաջ կսեր որ ոմանք Մեգե ավելի անգամներ մասնակցած են։ Մեգե ավելի անգամներ մասնակցելով վստահաբար շատ ավելի զարգացած է իրենց մեջ այդ նպատակը, որոնց համար ստեղծված էր այս ծրագիրը, բայց մեգե ավելի անգամներ մասնակցել է եւ այդ ապրումները, այդ փորձառությունը գուտակել են հետո այդ երկրորդ կամ երրորդ մասնակցության կամ 3 կամ 5 տարիներ ենթադրենք հետո նույն այդ երիտասարդը փորձած է դարբեր թերագադարությամբ ներգայանալ ծրագրին ոչ թե որպես մասնագիծ, այլ նաև որպես տերևս օժանդակող, որպես ջիպ ու ճիշտ ինչ որ գուզեի ես ասել, արդեն հարցը դվիր ունեցած ենք աշակերտ կսեմ ներողություն մասնագետներ, որոնք քանի տարի յետքը քանի տարիներ մասնակցած են եւ անգե յետքը փափակած են իբրև բադասխանադու մոնիտոր կամ counselor կան եւ մենք հա գնահնդրենք այդպիսի մասնագետներ լան եւ որոնք պատասխանատվություն առնեն գնամասել որ այս տարի մեր ամերիկայեն իբրև պատասխանատու ունենք Ժոզեֆ Կասկանյանը որ 3 տարի առաջ ինքը մասնագետ էր եւ ինքը փափակեցավ եւ մենք շատ հարմար կդանք իրեն եւ իբրև պատասխանատու counselor այս տարի պիտի մասնակցի ֆորումի 20-ամյակին Եթե փորձենք զուգահեռ մկցել կամ թեգուս դարբերությունները գտնել Գիտենք որ այստեղ մեր հայկական վարժարանները Ամերիկայի հայկական այստեղ իհարկե ես կընդունիմ այն իրողությունը որ մենք ես հիմա պիտի խոսեմ Ամերիկայի դպրոցներու մասին բայց ֆորումը կընդգրկի աշխարհի զանազան շրջանների հայեր բայց մեր վարժարանները բարձրակույն վարժարանները
դարիների ի վեր արդեն երկար դարիների ի վեր ստեղծած են այդ գեղեցիկ սովորույթ ավանդույթը, որ ավարտական կամ նախավարտական դասարանի աշակերտները գարելի եսել թերևս ուխտակնացությամբ մգդանին Հայաստան, ուղևորությամբ մգդանին Հայաստան եւ մենք վստահ երկուքս զեփյուր ըսկացած ենք այդ դարբերությունը, որը մենք կուզեինք տեսնել մեր երիտասարդության մոտ։ Ունենք այսօր սերունդը, որ ճիշտ է գտնալա նույնիսկ անունով հայաստանցի, այսինքն ծնողները Հայաստան են քաղտած են, բայց իրենք ոչ ծնած են Հայաստան, ոչ էլ արիթ ունեցած են Հայաստանի երթալու եւ այդ մեկը գլա իրենց առաջին արիթը։ Վերադարձին մենք կտեսնենք, կսկանք այդ դարբերությունը, այդ աստեցությունը, որ իրենց այդ Հայաստան ուխտակնացությունը որքան կփոխի իրենց։ Հիմա ես կսեի, եթե փորձենք զուգահեռը գտնել, կամ դարբերությունը գտնել այդ ուղևորության կամ այդ ծրագրին եւ այս ծրագրին, արդյոք դարիքային խմբավորումն է դարբեր, համալսարանական մագարտակի է որ գերտան, թե ուրիշ ինչ դարբերություններ կան։ Մանուկ հետաքրքրական է, գիտես որ նախ այս երիտասարդական հավաքը սկսած էր դարիքային այդ 17 տարեկանեն մինչև 27 էր սկիզբը։ Հետո դարիներու փորձառությամբ անդրադարձանք, որ չէ, այդ մինչև 27-ը քիչ որոշ հարցեր կստեղծե։ Ուրեմն հիմա 17 տարեկանեն 23 տարեկան է, որ պետք է ասել high school-ի վերջի տարիներն են, երկրորդականի վերջին տարիներն են, եւ ընդհանրապես հայկական դպրոց չեն հաջողած այս մասնագետները, եւ ոմանք համալսարան են։ Գարձեք թե ծնողները կամ իրենք այդ պատկանելիության զգացումն է, որ գուզեն ունենալ։ Առաջին անգամ կացողին համար Հայաստան մանավանդ նախաճաշակն է, որ իրենց կդրվի եւ գծանոթանան հայրենիքին, մեր պատմության, մեր մշակույթին, ժողովրդին հետ կսկսին շփման մեջ մտնել։ Մենք այդ արիթը գուտանք իրենց, որ կոշիկին հատին եւ իջնեն փողոց եւ սկսին քալել աննպատակ եւ հանդիպին եւ խոսին դեղացին հետ հասկանան իրենց ապրելակերպը ինչ է, մտահոգությունները ինչ են։ Շատ կարևոր է եւ երբ այդ կնեն բոլորին փոխվին։ Հոստել գուզեմ եթե արիթը դաս քեզի օրինակ մտալ։ Դարիներ առաջ աշակերտուհի ունեի, որ Orange County-ն ուրեմն ֆորումով այս հավաքով Լիբանան եւ Հայաստանի դարիներ։ Առաջին օր որ Հայաստան հասանք, անդրադարձա որ փոփոխություն ունեցավ այս երդասարտուհին եւ ինձ հետ չէր ուզեր շփման մեջ մտնել զարմացա որովհետեւ այդքան ջիկ թափած էի որ ինքը գարենար այս հավաքին մասնակցին երկրորդ օրներ այլևս ուզեցի գիտնալ պատճառը ինչ է Տուն համբերությունը կողմից այո ճիշտ որովհետեւ չէր ուզեր հետս շփման մեջ մտնել եւ իրեն հարցուցի փամը գա որ գուզես ինձ հետ այսին բաժնել փամը եղած է թուն մեգեն Հայաստան հասար քո հայրենիքը դե եւ բոլորովին փոխվեցար ասավ այո թուն մեզի brain wash շրած է ասա brain wash ինչու որտեւ սա ես կուզեի երբ օտանավին բար մեկը ինձ ներ ոդկելս եթե Երևանի մեջ իջներ ասեի որ ասիկա Երևանն է ասիկա Հայաստանն է բայց այդպես չէ մեկ հատ հայկական քրություն չեմ տեսներ բաստարներում վրա ոչ մեկ հայկական երաժշտություն չեմ լսել ուրեմն հոգեվիճակ մգա բրեր որ անդրադարձա ուրեմն իրեն ասի առաջարկեցի որ այսօր երբ ժամ ունենք մենք ազատ կխնդրեմ որ գոշիկները թակվիս հանգիստ եւ թուն մաշտոցի ջամփով սկսես քալել հասիր մինչեւ Թումանյանն ցախ թեկվիրսի եւ Գարաբիլիջը հոնե։ Կնա Գարաբիլիջին առաջը նստարաններ կան հոն նստեսի եւ փորձե ժողովրդին հետ այսին անցողներու հետ խոսին։ Եվ ես այդպես ցկեցի իրեն։ Քիշերը ուշադին եկավ սա որ գխնդրեմ հետս կրնաս մնալ որտեվ գուզեմ աշխատիլ գրասենյակը շատ աղեկսի միջև արաբոդյան ժամի 5 իրեն սպասեցի եւ ինքը ուրեմն գդբեր փամը Ժամի 5-եր վերջացուց ես ակովը նստած ուրիշ բաներ գնեի ինձի 4-5 էջնոց թուղթ մը դբաց տվավ քիշեր փարեսավ եւ գնաց
եւ գարտացի, անշուշտ ես շատ հուզվեցա։ Ինչ որ առաջարկած էի իր սպորտային կոշիկները հակված, ճիշտ կացած է գարաբիլիչ, եւ իրեն ասած է, եթե գործվիս, ասե 40 մաշտոց քեզ կհասցնեն ասի։ Ոյը մեկը քեզ կհասցնեն։ Ուրեմն գարաբիլիչ կացած է եւ նստած է նստարանին վրա, հանգարց դեղացի հայաստանցի մեր երդասարտներն մեկ ու քա եւ իրեն գսե անուշիկ աղջիկ ինչու արանցին ես։ Եւ գսկսին խոսակցություն եւ բարեկամությունը իրարու գփոխանակեն իրենց խաղապարները եւ այդ երդասարտ իրեն գսե քեզ գրնամ ջաշի հրավիրել եւ գերտան դերմը շաուրմա գուտեն ամենը իրենց սիրած բանն է եւ քալելով իրեն կհասցնե հյուրանոց եւ այդ փոփոխությունը որ այս աղջկան մեջ եւ այդ քրությունը որ քրած իր սկացումները իսկապես հուզիչ է եւ վերաթարնալ է այդ ասպարեզի մեջ ադբեցինք եթե հիմա այս կամ այն ցևով հերահաղորդակցություններ ու այս մատչելիության ժամանակահատվածին եթե այդ օրիորդը մեզ գտեսնե չեմ գիտեր ողջուններ իրեն իսկ մենք կշարունակենք զրույցը կովասներին հետո Բարև ես Սերուժն եմ մասնակցած եմ ֆորումի 2005, 7, 8 եւ 9 տարիներու ֆորումի լավագույն գեդերն այն է որ աշխարհի 4 կողմեն բավական լայն թիվով ընկերներ ունեցած եմ, ինչպես նաև Ամերիկա եւ ըստ այն շատերի մա գտիդեն որ այս վիդեոն։ Գուցե ասել որ կյանքիս ամենահաճելի եւ ուրախ օրերեն մեկը եղած է ֆորումական օրերը։ Գուցեմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր անոնք որ այս recognition-ը ինձի դվին, ինչպես ասեմ շատեր գիտեն որ ես արդեն մյուզիկով զբաղվում եւ վերջինս մի քանի տարվա մեջ 3 հատ ալբոմ ունեցա։ Հաջողություն մաղթեմ համասկայնի Կալիկ ավակայի ֆորումի ռակետներուն համար եւ հուսամ որ օրը նորեն կմիանամ եւ կմասնակցեմ։ Շնորհակալություն եւ ցտեսություն։ Համասկային հայ մշակութային եւ գրթական միությունը 20 տարիներ առաջ ստեղծած էր ծրագիրը, երիտասարդական ծրագիրը, երիտասարդական ֆորում, երիտասարդական հավաք, առաջին 7 տարիները Լիբանան, այնուհետև Հայաստան։ Զեպյուր 20 տարիներու փորձը եւ փորձառությունը փորձեցիր նկարագրել, փորձեցիր ամփոփել, բայց կարժե այդ բոլորը նաեւ տեսնել։ Այո, տեսնենք, կա ինչ որ հոլովակ, որը կբատնի մեզի կամ պոպե մեզի համար դերևս այդ 20 տարիներեն կոնե թրվակներ
Կարելի էր խոսել շատ երկար, հատկապես այնին չեն ետք, որը տեսանք, դիտեցինք, Զեփյուր քիչ առաջ տեսանք, ինչպես որ ասինք, թրվակներ 20 տարիներու վրա բաժնված, 20 տարիներու վրա դարածված եւ այդտեղ գային հետաքրքրական պատկերներ, յուրաքանչյուր պատկեր կարծես փամը գսեր, պատկամ մգուդար, յուրաքանչյուր պատկերի մեջ կարելի էր տեսնել զգացում, կարելի էր տեսնել ապրում, կարելի էր նույնիսկ տեսնել, ես կսեի, վերաբրում, վերածնունդ եւ իհարկե անշուշտ քիչ առաջ կսեի Զեփյուրը բնավ չի գործընծներ իր երանտը եւ յուրաքանչյուրին հետ կրնա վերստին ապրիլ այդ բոլորը ինչ որ բնականաբար ողջունելի եւ բարձր գնահատելի բայց Զեփյուր որովհետեւ մենք չենք կրնալ անverջ խոսիլ դժբախտաբար ծրագիրը գմոդենայր ավարտին ես անպայման պիտի ուզեի նաեւ իմանալ որ մենք կխոսենք 20 տարիներու մասին 20-ամյակի մասին այս տարի ինչ ծրագիր կա 20-ամյակին հետ կապված եթե գա այդպիսի բան 20-ամյակի դոնախմբություն կամ այս տարվան հավաքը երբ է եւ կապված է արդյոք այդ դոնագադարության հետ մասնագետները ինչպես կրնան եթե ուզեն մասնակցել թիմել մանրամասնություններ եւ ապա մանրամասնություններ Պետք է ասել, որ այս տարվա ուրեմն հավաքը կսկսի հուլիս 19-ին եւ գավարտի օգոստոս 4-ին։ Դարավին ամիսն ժամանակ կա։ Ուրեմն հավաքի ավարտին ծրագրված է 20-ամյակի նվիրված տոնագադարությունը։ Ծնողներուն գուզեմ գոչ ուղել կամ երդասարտներուն գոչ գուզեմ ուղել դակավին մեկ ամիս ժամանակ կա անոնք որոնք կփապակին գրնան վեբսայթի երթալ ինչպես որ քիչ առաջ արդեն թրված էր հերադեսիլի վրա եւ գրնակ թիմել հոնդեր դակավին ժամանակ կա եւ իսկապես հետաքրքրական է ինչպես որսի մանավանդ այն երդասարտներուն համար որոնք իսկապես կարիք ունին այդ պատկանելիության զգացումը իրենց մեկ զորացնել։ Զեփյուր ներողություն, բաստարին վրա քիչ առաջ կտեսնեինք համազգային.com, բայց զրույցի ընթացքին ես նաև լսեցի համազգայինforum.com։ Այ համազգայինforum.com-ը Facebook-ն է։ Օ, Facebook-ն է, շատ լավ։ Չէ, բայց համազգային.com եւ հետո հոնդերը գա եթափաժանումները, որում մեջ կսե forum, forum-ի մեջ երբ որ գմտնեն, արդեն ես ուրիշ բզդիկ հստակացման նաև կարիքը գսկամ։ Հիմա ճիշտ է մեկ ամիս գա, բայց չեմ կարծեր, որ չեմ գիտեր, գրնալ սխալած եմ, որ մեկը հանգարց հուլիսի 16-ին եթե որոշ է գրնա մասնակցել, այսինքն տիկետներ ապահովելու Անիկա իրենք տիկետներ իրենք կապահովեն։ Իրենք կապահովեն։ Այո, եւ երբ որ մեզի հետ կապվին, այսին website-ը application-ը կա գրնան լեցնել եւ մեզ հետ երբ որ կապվին, արդեն գրնան գտնալ փակված է խումբը կամ դակավին, բայց այսօր վաթրությամբ դակավին գրնանք ընդունել քանի մոքի։ Եվ մենք ունենք նվազ կան մեկ րոպե Զեփյուր, բայց գետ մգա պիտի ուզեի անպայման շեշտել, անալ եթե չեմ սխալիր, որ դե ասկի առաջ լսած եմ, ամբողջ այս ծրագրի ընթացքին 2 շաբաթ կամ 16 օր, 15 օր ինչ որ է, եթե չեմ սխալիր երիտասարդությունը ամենօրյա կամ 24 ժամյա հսկողության եւ ընկերակցության դակ են։ Ճիշտ է, որ ինչպես որ քիչացի կոշիկը թակիր կնա բդդիր, բայց այդ չի նշանակեր որ այլևս չեք գիտեր ուր է, ինչ է, ինչ կնե։ Բիդի այս գեդին մասինալ փոքր ինչ շեշտը թերևս դերին է։ Շատ տեղին է, որովհետև ինչպես որ ասինք 12 տարի արդեն որ Հայաստանի մեջ կլա այս հավաքը Քրեթե գրնամ ասել առաջին գազམ་ակերպչական հավաքներն մեկն էր եւ մեր հավաքը ինչպես կսեն controlled, ոչ թե controlled, supervised 24 ժամ մենք supervision ունենք։ Գիտենք ամեն մեկ անց ուր է եւ մենք իրենց հետ ենք ազատ ժամերուն իրենք ունին որ գրնան երթալ բդդիլ, բայց գիտենք ուր են։ Մենք 24 ժամ իրենց վրա supervision ունենք։ Եվ անիկա շատ կարևոր է։ Անշուշտ, որովհետև մենք կխոսենք 17-ին 23 տարեկաններու մասին, ափսոս որ ժամանակը իր հրամայականը գտնե մեր վիզին Զեփյուր շատ շնորհակալ եմ իսկապես եւ այսօր այստեղ գտնվելուն համար եւ ծրագրին համար իսկ բոլոր անոնց որոնք հետաքրքրված են համազգայինի ֆորումով անպայմանորեն մենք կթելադրենք անշուշտ համազգային.com ամենաթյուրին միջոցն է շնորհակալություն նաեւ ձեր բոլորին թանկագին հարազատներ բարին ընդ ձեզ